Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Հերթական անգամ ձեզ հետ է առանց մոնտաժի արվեստի մասին հաղորդաշարը եւ այս անգամ մենք կրկին անգամ հյուրընկալել ենք իմ սիրելի Լիլիթին, ով տնօրենն է հանդիսանում Նիկոլայ Նիկողոսյանի տուն թանգարան մշակութային հիմնադրամին։ Ահա, Լիլիթ ջան, սիրելիս, ես քեզ բերել եմ իմանալով քո նախասիրությունները, որ դու գուրման ես, որ դու սիրում ես ամեն ինչի համեղը, բերել եմ համովություն դդմաշկին, սա մեր համեղ գործընկերն է, ուրեմն սա դդումի խմորից պատրաստված համովություններ են, այստեղ ճիշտն ասած ամեն անգամ Հասմիկը, ով մեր գործընկերն է, ինքը ինչ-որ նոր բաներ է անում, այստեղ համովությունները սրանք հավիկի մսիկով են, գազարով, սնկով, չգիտեմ ինչով են, սա հացն է և են ներքևը սուրճի համար նախատեսված քաղցրը։ Հրաշալի, շնորհակալություն դդմաշկին։ Ես հուսով եմ, որ քո դուրը կգա, ձեր դուրը կգա։ Շնորհակալություն, ես լսել եմ նրանց մասին, շատ լավ առիթ է կփորձեմ ուրեմն։ Հիմա ձեզ հետ ինչպես միշտ Անժելան է, մեզ հետ Անժելան է եւ խնդրենք մի անգամից ներս մտնենք, հա։ Այո։ Ու այսօր այստեղ շատ հետաքրքիր այսինքն ավարտվում է այս ամիս։ Այո։ Ամսի 25-ին ցավոք։ Մեզ մոտ 1 ամսից ավել է։ Նախ ողջունում եմ ձեզ, շատ սիրով նորից սպասում էի մեզ մոտ, շնորհակալություն, որ անդրադառնում եք մեր ցուցահանդեսին, մեզ մոտ 1 ամսից ավել է ընթանում է ռուսական երկրորդ ավանգարդի ամենահայտնի նկարիչներից մեկի, ամեծ աղմուկ հանած սկանդալային բուլդոզերային ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի Վալենտին Վարաբյովի Ars Longa Vita Brevis ցուցահանդեսը, լատիներեն անվանում է, Հիպոկրատի խոսքերն են, որ արվեստը հավերժ է, կյանքը անցողիկ է, Ars Longa Vita Brevis, եւ ամսի 25-ին, արդեն ապրիլի 25-ին փակումն է, եւ փակման օրը որոշել ենք այսպես ասած ֆինիսաժ կազմակերպել, վերնիսաժը դա ցուցահանդեսների բացման օրն է, ինչպես գիտենք, ֆինիսաժն էլ փակումն է, փակման օրը Վալենտին Վարաբյովի մտերիմ ընկերը, էնցիկլոպեդիկ գիտելիքների մի տեր մարդ, Կամիլ Չալաևը, որը երաժիշտ է, դիրիժոր, աուտիկ երեխաների հետ, այո, Հայաստանում վայրի դպրոցի հիմնադիրն է եւ աուտիզմի եւ դաունի համախտանիշով երեխաների հետ երաժշտական թերապիաներ է անցկացնում, վախի երաժշտության օգնությամբ նաեւ, նա այդ օրը մեզ մոտ նվագելու է Մոցարտ, ապրիլի 25-ին հրաշալի առիթ է, տոմսեր չկան, բայց երևի մուտքը ազատ է, բայց լինում է նաեւ donation-ի սկզբունքով, ով ինչքան կարող է կամ եթե չի կարող, խնդիր չի, անցնում է եւ լսում է։ Հիանալի միջոցառումների շարք է եղել, նաեւ ես գիտեմ, որ այդ նմանատիպ արդեն եղել է, չէ՞, այս մի ամսվա մեջ։ Այո, եղել է, բայց ես կուզեմ մի փոքր մենք խոսենք հենց մեր այսօրվա ներկայացվող հեղինակի աշխատանքների եւ առհասարակ նրա իդեպ ստեղծագործողը ողջ է եւ ապրում է Փարիզում, այո, 87 տարեկան է։ Մի փոքր ներկայացնեմ, ուրեմն Վալենտին Վարաբյովը ծնվել է 1938 թվականին։ Նա ռուսական արվեստի շատ հայտնի դեմքեր, նկարիչներ, Ֆավորսկու աշակերտներից է եղել, բայց նա լրիվ ուրիշ ուղղությամբ է գնացել իր արվեստով։ Հետևորդների համար պատմեմ, թե ընդհանրապես ինչ է նշանակում բուլդոզերային ցուցահանդես, ինչից է դրան անդրադարձել ենք ուսանող տարիներին։ Ուրեմն շատերը գիտեն, որ Խորհրդային Միությունում իշխող գաղափարախոսություն էր հաստատված կուսակցության կողմից, ղեկավարության կողմից սոցռեալիզմը, բոլոր նկարիչները պետք է գովերքեին աշխատավորի, բանվորի անհոգ, ուրախ, լուսավոր կյանքը, առանց խնդիրների, առանց պրոբլեմների, բոլորը ուրախ էին, գոհ եւ երջանիկ, որ ապրում են Խորհրդային Միությունում։ Բայց կային նկարիչներ,
որոնք չէին ուզում ստեղծագործել սոցռեալիզմի շրջանակահապարների մեջ, նրանք հետևում էին իրենց արևմտյան ընկերներին, թե ինչպես էր աշխարհը զարգանում, թե ինչպես էր Խորհրդային Միությունում կյանքը դոփում։ Մենք կարող ենք դրա մի քանի իզմ ասել, հա, այսինքն որ ուղղությանն էին իրենք հարում, հա, որպեսզի ավելի պարզ դառնա, դրանք դադաիստներն էին, դրանք այսինքն այդ ավանգարդ, այս նկարիչները ֆորմալ արվեստի հետևողներն էին։ Վալենտին Վառաբյովը եւ իր ընկերները իրենց կոչում էին նոն-կոնֆորմիստներ, անհամաձայն, իրենք համաձայն չէին իշխող գաղափարախոսության, իրենք նոն-կոնֆորմիստ էին եւ իրենք կազմակերպում էին ընդհատակյա թաքուն ցուցահանդեսներ տարբեր ընկերների բնակարաններում եւ ներկայացնում էին իրենց ավանգարդ, պրոգրեսիվ, ոչ ստանդարտ արվեստը, այնտեղ կային աբստրակտ գործեր, բոլորի համար անհասկանալի գործեր եւ այդ ցուցահանդեսներից մեկի ընթացքում նկարիչներով որոշում են, որ պետք է այս ամենը բնակարանների տարածքներից դուրս գա, պետք է մարդկանց ցույց տալ եւ որոշում են, որ Մոսկվայի ծայրամասերից մեկում, որպեսզի շատ ուշադրություն չգրավեն իրենց վրա, գնան բաց դաշտում, ու նաեւ խորամանկ են լինում եւ հրավիրում են դա գալիս եմ դրա։ Որոշում են, որ պետք է հրավիրեն դեսպանատների ներկայացուցիչներ, արտասահմանյան թղթակիցներ, այդտեղ լինում են այդ ժամանակ այդ շրջանում, հա, ավարտի հետո ես բացի դիվանագետներից հրավիրում են նաև New York Times-ի թղթակից, Washington Post-ի թղթակից, այսինքն այդ արտասահմանյան մեդիայից մարդիկ, որոնք պետք է լուսաբանեին ինչ է կատարվում Խորհրդային Միությունում։ Եվ նրանք բաց դաշտում դնում են իրենց մոլբերտների վրա արդեն նկարներն են տեղադրում եւ բառացիորեն այդ տեղադրելուց 20-30 րոպե հետո հայտնվում են բուլդոզերներ եւ ուղակի անցնում են այդ բոլոր նկարիչների գործերի վրայով իշխանության ներկայացուցիչները կադրերը կան, այո, շատ բավականին շատ ինֆորմացիա կա համացանցում, այո, արխիվային տեսանյութեր կան, կադրեր կան, թե ինչպես են New York Times-ի թղթակցի ատամը ջարդում հենց իր տեսախցիկով, պահանջում են, որ հանի այդ ժապավենը, պլյոնկան, նկարիչներին ձերբակալում են, տանում են KGB եւ այնտեղ երկար հարցաքննում են ու այսպիսի թևավոր խոսքեր են արդեն հարցաքննությունից հետո տարածվում, որ ձեզ պետք էր կրակել, բայց փամփուշտն էլ է ափսոս, այդպիսի արգահատելի վերաբերմունք էր ավանգարդ արվեստի նկատմամբ, մի արվեստի նկատմամբ, որից ոչինչ չէին հասկանում եւ իրենց ավելի վտանգավոր էր թվում, երբ որ ոչինչ չէին հասկանում, կառավարելի է մի բան, որից դու ոչինչ չես հասկանում։ Երբ որ մարդն ինչ որ մի բան չի հասկանում, իրեն թվում է դա ասես մի հատ մութ անտառ, որտեղ պետք է մտնի եւ մոլորվի։ Եվ այդ ցուցահանդեսի կազմակերպիչներից էր Վալենտին Վառաբյովը, որը 75 թվականին այդ դեպքերից հետո արտագաղթում է Ֆրանսիա ու արդեն ամբողջ կյանքում մնում է Եվրոպայում, ցուցադրվում է աշխարհի լավագույն թանգարաններում, նրա աշխատանքները բազմաթիվ մասնավոր հավաքածուներում են ներառված։ Մեզ մոտ այս պահին գտնվում են նրա 10 գրաֆիկական աշխատանքներ, գրքային գրաֆիկա եւ 3 հետաքրքիր կտավներ։ Վալենտին Վառաբյովը նաեւ բեսթսելեր գրքերի հեղինակ է, նա այդ ամբողջ բուլդոզերային ցուցահանդեսի կազմակերպման իրադարձությունների մասին գիրք է գրել, որը շատ մեծ վաճառքներ է ունեցել, գրել է Լևակի, Գրաֆաման, տարբեր գրքերի հեղինակ է նաև, այդ հուշերում շատ կծու, սուր, անդրադառնում է այդ իրադարձություններին, այո, ու շատ հետաքրքիր է, որ ինքը լինելով նման պրոգրեսիվ ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, շատ ջերմ հուշեր ունի հենց կապված Նիկոլայ Նիկողոսյանի հետ, ինքը պատմում է իր ընկերոջը Չալաևին, որ Մոսկվայում ապրած տարիներին իմ ամենալուսավոր ջերմ հուշերը կապված են Նիկողոսյանի արվեստանոց այցելության հետ։
Ինքը ծանոթ է եղել Նիկողոսյանին, շփվել են իրար հետ, ինքը շատ հարգում եւ սիրում է Նիկողոսյանին եւ նրա արվեստը եւ ընդհանրապես ասում է ինձ համար 20-րդ դարի լավագույն մեծագույն նկարիչներից է Մարտիրոս Սարյանը։ Եվ ինքը բավականին լավ այո, ու պատկերացրեք հայկական մշակույթի առաջին անգամ Հայաստանում Վարավյովի ցուցահանդեսը տեղի ունենում Սարյան փողոցի վրա գտնվող Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում, այո, հետաքրքիր զուգադիպություն է, այո։ Իսկ ինչպես միտք հղած ցուցահանդեսը իրականացնել Շատ հետաքրքիր կապերով, ուրեմն Վալենտին Վարավյովը կապվում է Գայանե Նիկողոսյանի հետ, ով մեր մեծ քանդակագործի դուստրն է եւ Մոսկվայի Նիկո պատկերասրահի տնօրենը եւ առաջարկում է աշնանը Մոսկվայի Նիկո պատկերասրահում կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդես, Փարիզից տանի աշխատանքներ Մոսկվա, նրա կտավները բավական մեծ են, որոնք Փարիզում են գտնվում։ Այդ ընթացքում զրույցի ընթացքում պարզվում է, որ մոտ 15 աշխատանք գտնվում են Երևանում, նրա ընկերոջ Կամիլ Չալաևի մոտ, ով Չալաևը որքան ժամանակ է Չալաևը մի քանի տարի է ապրում է Երևանում, այստեղ նա բացել է վայրի դպրոցը, համահիմնադիրներից է վայրի դպրոցի եւ շատ օգտակար եւ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում եւ մենք կապվեցինք Չալաևի հետ, նա սիրով համաձայնեց տրամադրել Վարավյովի աշխատանքները, որոնք ինչպես տեսնում եք շատ հետաքրքիր ձևավորմամբ են, հենց այսպես էլ ինքը ուզեց, որ ներկայացվեն առանց շրջանակների, առանց որևէ կաղապարների, ինքը իրեն անվանում է Ձիկի խուդոժնիկ, վայրի նկարիչ Վարավյովը եւ նրա ձեռագրից կարող եք եւ աշխատանքները հիմնականում առանց անոնների են, դրա համար տեսնեք հիմնականում էտիկետ կանել։ Ես ուզում եմ մեր հետևորդներին ասել ինչ է նշանակում առհասարակ, երբ որ մենք ասում ենք երկրորդ սերնդի ռուսական ավանգարդիստների ներկայացուցիչ, այդ ինչի մասին է խոսքը, հա։ Հիմա այստեղ որպես արվեստաբաններ ես էլիթը պիտի sense փոքրիկ անցում կատարենք, ուրեմն առհասարակ ավանգարդիստները այդ շարժումը, հա, շատ ավելի վաղ է սկսվել, դրա համար էլ իրենք կոչվում են արդեն երկրորդ սերունդ, այսինքն արդեն այս սովետական ժամանակաշրջանի, դրանից առաջ եղել են ուրիշ անուններ, ուրիշ հեղինակներ, միջայլս դու հիշվես ուսանող տարիներին հենց իրենց էիր, չէ՞, կարծեմ իրենց մասին էիր գրել։ Ես Բուբնովի վալետ խմբի մասին, Բուբնովի վալետից նա հայ աշակերտների մասին է իր մագիստրոսական թեզը։ Այո, Կանչիլովսկի, այդ սերնդի ներկայացուցիչներից։ Այո, այսինքն Ասմյորկին, Կանչիլովսկի, Նատալիա Գոնչարովա, այո, այդ դրանք, այսինքն այդպես շրջաններ են եղել, իդեպ ռուսական ավանգարդը բավականին լուրջ արվեստ է, առհասարակ, չէ, իսկապես ինքը բավականին լուրջ արվեստ է, ասենք այդ նույնը ինչ որ իմ ուսումնասիրություններով, դա զուտ իմ կարծիքն է, այն նույնը ինչ որ ասենք արեց աբստրակցիան Ամերիկայում, հա, այդ նույնը նույնիսկ ավելի վաղ արեց ավանգարդը, ռուսական ավանգարդը արեց, պարզապես այդ փակ համակարգը կարծես թույլ չէր տալիս, որպեսզի աշխարհին ավելի հայտնի դառնային, ավելի այդպես դուրս գային, եւ այստեղ մենք հենց այսօր տեսնում ենք այդ հիանալի աշխատանքները, սա ինչ է։ Այս աշխատանքի մասին կուզեի խոսել, այս դեմքը շատ սիրեցի, մի ամսր Ժան Դյուբուֆեի գործերից։ Շատ ասոցիացիաներ։ Նա սա ուղարկել է Հայաստան, նվիրված Հայաստանին, հենց այս ծրարով, որով նա Ֆրանսիայից ուղարկել է, այսպես կոլաժ ենք ստացել, այս բացիկը ուղարկել է Սլավա Արմենիի, Սլավա Վելիկому Արմյանскому народу, այս աշխատանքը նա նկարել եւ ուղարկել է Հայաստան։ Իսկ ի՞նչ է նշանակում, օրինակ ըստ իրեն ուսումնասիրելով իր ընկալումներով, սա ինչ ինձ թվում է իր արվեստը չի մեկնաբանի, թե օրինակ այս դեմքը
ինչ է նշանակում եւ ինչ Չէ, թվում է ոչ թե սա ինչ է նշանակում, այլ ինչ է ուզեցել ասել։ Ну հա, դե հա, գրածով հասկանալի է։ ուղղակի որոշել է, որ ինչ որ մի բան պետք է ուղարկի ցուցահանդեսի արթիվ նվեր Հայաստանին։ Հա, Եվ հասկանում մենք որոշեցինք հենց այդ ծրարով, բացիկով, այո, որով նա ուղարկել էր, այդպես կոլաժային ուղարկել։ Շատ լավն է, շատ լավ գաղափար էր։ Իսկ այս գրաֆիկ աշխատանքներ իրենք ինչ որ մի տեղ ներառված են, հա, ինչ որ բանի համար են, շարքեն, թե ուղղակի ինքը այս աշխատանքները ուղղակի նվիրել էր Չալաևին։ Անձնական հավաքածու է։ Այո, Չալաևի մոտ էր, այս բոլոր աշխատանքները վերցրել ենք Չալաևից, իր շրջանակների մեջ ենք տեղադրել, բոլորը այսպես ֆայլերի մեջ չէին ցուցադրվել երբեք։ Այսպես Չալաևի մոտ իր արխիվներում դրված էին, որ առաջին անգամ շրջանակների մեջ ցուցեցինք եւ ցուցադրեցինք։ Այնքան շատ հավանում ու սիրում եմ ձեր ցուցասրահը, որտեղ մշտապես ցուցադրվող մնացող վարպետի աշխատանքները, քանդակները ու իր շուրջ տարբեր բաներ են կատարվում։ Այսինքն այդ անմահության խորհրդի պես մի բան է, չէ՞։ Այո, ինքը այդպես էլ ապրում է։ Ինքը Ars Longa Vita Brevis-ի մեջ միշտ տեղավորվում է Նիկողոսյանի իր արվեստով, որ նրա արվեստը ինձ համար հավերժ է։ Մարդիկ անցնում գնում են, փոխվում են ցուցադրությունները, իսկ քանդակները միշտ լուր վկա են այս ամեն ինչի։ Այնպես որ սիրելի հետևորդներ, նախ դրեք ձեր լայքերը, մի մոռացեք, տենց է, էլի, YouTube-յան հարթակը այդպեսին է, պետք է պարբերաբար Այո, լայքեք արվեստը։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, երբ որ դուք լայքում եք այս հաղորդումը, դուք հանրահռչակում եք արվեստը եւ դառնում եք արվեստի տարածողը։ Ավելի լավ բան եք անում, քան ուրիշ բաներ տարածել։ Եվ այս սրահում էլ մի հետաքրքիր այս սրա մասին էի ուզում խոսել, մենք սրա մասին անդրադարձել էինք եւ վերջապես ինքը իր տեղը կարծես թե լավ էլ գտել է։ Այո, 1960 թվականի փառահեղ աշխատանք է։ Ընդհանրապես Նիկողոսյանի արվեստին ծանոթ Նիկողոսյանի աշխատանքն է։ Մենք դուրս եկանք, հիմա մենք էլ չենք ներկայացնում։ Վարաբյովից անցնենք ոչ պակաս ավանգարդ, նույնիսկ այս 21-րդ դարի համար ոչ ստանդարտ հետաքրքիր լուծումներով փայտի քանդակ է Ֆիդել Կաստրոյի մարդիկ, որոնք տեսել են Նիկողոսյանի քանդակները, թե ինչ անասելի նրբությամբ եւ վարպետությամբ էին աշխատում մարմարի եւ գրանիտի հետ եւ ինչքան կոնտրաստային են այս կոշտ կտրած շերտերը, չէ, պինդ երևում։ Երևի թե բնավորությունն է, հենց Ֆիդել Կաստրոյին ինքը այո, եւ այստեղ երկու կորած աշխատանքներ են, իսկ մի աշխատանքի երկու ռակուրսներից արված լուսանկարներ են, կենտրոնում նորից Ֆիդել Կաստրոն է, այս աշխատանքը նախատեսված էր, որ լիներ մեծ արձանախումբ, կենտրոնում Կաստրոյով, սա գիպսե տարբերակն է, որը կորել է, չկա տեղեկություններ, թե ինչ է եղել, չկան լուսանկարներ։ Գիպսե տարբերակի դեպքում Եվ անհայտ է ճակատագիրը, թե ինչու չի ձուլվել, ինչու չի դարձել։ Իսկ ինքը ողջավորված է եղել Ֆիդելով։ Ինձ թվում է 60-ականներին, երբ բոլորը տարված են այդ Կուբայի ազատության կղզու հեղափոխության գաղափարներով, ինչ որ շրջան է եղել բոլոր խորհրդային մարդկանց մոտ, որոնք այսպես ռոմանտիզացված, հերոսականացված աչքերով էին նայում Կաստրոյին, եւ այստեղ Երևանյան հին պապական տանը պահպանվել են միայն այս հին լուսանկարները, փայտի վրա թուղթ է կպցված, միակ վկայությունը, որ նման բան է ստեղծել Նիկողոսյանը։ Իսկ այս չկա ոչ մի ինֆորմացիա, ինչ չափսի են եղել։ Ոչ, Նիկողոսյանի աղջիկն էլ արվեստաբան է, նա դասավանդում է արվեստաբանություն Ռուսաստանի լավագույն բուհերից մեկում, ինքն էլ տեղյակ չի, թե ինչ է եղել, ինչու է վերացել, ինչ չափսերի պետք է լիներ, եւ այդ Երևանյան պապական տնից էլ մեզ մոտ տեղափոխեցինք մեր Կաստրոյին։ Մի քանի տարի առաջ Կրաբարի ռեստավրացիոն կենտրոնից մեզ մոտ ժամանել էին մասնագետներ, որոնք փայտը բավական վատ վիճակում էր, ռեստավրացեցին, մշակեցին, մաքրեցին եւ առաջին անգամ ընդհանրապես հայկական քանդակագործության մեջ ոչ բնորոշ նյութ է փայտը։
Մենք քարի երկիր ենք, Փայտել հետ չի, ծառի։ ծառի մի մեծ կտոր, հա։ Ինքը փայտը մի ուրիշ բան է, արդեն որոշակի վերամշակում, որոշակի բան, սա կոնկրետ որ ինքը որոշել է այսպես ծառ ես տեսնում, էլի, դա ինչու ծառից ծնվում է այս աստրոիդ կերպարը։ անմշակ վիճակը, Հա։ իհարկե, սա պետքա լավ խնամվի, ձեր գործն էլ գործ չի, Լիլիթ ջան։ Թե իսկապես այս հսկա ունեցվածքը անվերջ պիտի Այո, եւ այդ ռեստավրատորները ցույց էին տալիս, թե ինչքան տարբեր մոտեցումներ են պահանջում մարմարը, բրոնզը, փայտը, լիովին տարբեր նյութերով, տարբեր միջոցներով, բոլորի հետ հատուկ մեղմ մոտեցում է պետք, այո։ Ու բարձվեց Հայաստանում չկան քանդակի վերականգնման մասնագետներ, որմնանկարի ունենք, գեղանկարի ունենք տարբեր, բայց քանդակի վերականգնման մասնագետներ չունենք, բայց թվում է պետք է որ լինեն։ Իհարկե, շատ լավն եք սարքել այս սրահը։ Հա, այսպես քանի որ ինքը Ֆիդելը մեն միայն առանձին արդեն մեծ տեղ էր զբաղեցնում եւ բոլոր ուշադրությունը պետք էր որ գրավեր։ Ես ուզում եմ հիշել Լիլիթը մենք մի առիթով երբ որ ինքը ձեր պահոցում էր, ահա մեր պահոցում էր, Լիլիթը այնպեսի սրտի ցավով էր ասում, որ ուզում է ներկայացնի դա, չգիտի ոնց կարելի է իրեն ճիշտ մատուցել հանրությանը, կեցես Լիլիթ, հիանալի է, հիշեք, ամսի 25-ին փակվում է այն ցուցահանդեսը, Ֆիդելը միշտ էստեղ է, իսկ սա տեսնելու համար մի ուշացեք, եկեք, ես մի քիչ ծուլացա, մի քիչ ուշացրեցի, սրա մասին պետք է ավելի վաղ խոսեի, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես ստացվեց, ուշացա։ Իսկ ես կներես կարող եմ առիթից օգտվելով մի կարևոր հայտարարություն անել։ Իհարկե։ Ասեմ մեր մշակութային հիմնադրամը ամեն տարի անցկացնում է բաց կանչ օգնականների համար։ Քանի որ ապրիլի 30-ին դեդլայնն է, ժամկետ արդեն փակվում է բաց կանչը։ Հիմա այս ապրիլի 30 միջև ստեղծագործող անհատները կապ չունի տարիքային սահմանափակում չկա, այսինքն երեխաները չէ 18 եւ բարձր նկարիչները կարող են ազատ թեմայով մի քանի աշխատանք եւ կարճ ինքնակենսագրություն ուղարկել մեր հիմնադրամի էլեկտրոնային հասցեին, բաժանորդագրվեք, հետևեք մեզ սոցցանցերում, բոլոր պայմանները կկարդաք եւ մայիսի 17-ին թանգարանային գիշերը Open Call-ի ընտրված աշխատանքներով տեղի կունենա ցուցահանդեսի բացում եւ մի քանի շաբաթ շարունակ լիովին անվճար մեր արվեստային տարածքում նրանց աշխատանքները կցուցադրվեն։ Հիանալի ավանդույթ է։ Սա երկրորդ Open Call-ն է, արդեն, այո։ Ու ինչպես հասկանում, հենց թանգարանային գիշերով բացում եք անում եւ այդպես հնարավորություն եք տալիս երիտասարդ հայտնի եւ ոչ հայտնի, որովհետեւ ես անցյալ տարի հիշում եմ անուններ էլ կային, ու մենք շատ անհայտ նկարիչներ էլ կային, հայտնի ու շատ հետաքրքիր է այդ համատեղումը բոլորի աշխատանքների հայտնիների եւ անհայտների։ Այնպես որ մնացեք մեզ հետ, տարածեք արվեստը եւ հետեւեք ինչ է տեղի ունենում ոչ միայն առհասարակ Իմալիքում, այլ այս մշակութային հիմնադրամում, ուրիշ տեղեր, ուրիշ արտ կենտրոններում, տարածքներում շատ հիանալի ցուցահանդեսներ եւ օրեր են, այսպես գարունը շատ հագեցած է դեպ։ Հա, բաց մի թողեք, շփվեք արվեստի հետ, որպեսզի ավելի հարստանաք, իսկ ես եւ Լիլիթը մի քիչ գնանք սրճենք եւ բամբասենք, վաղուց չենք հանդիպել, մնացեք մեզ հետ։